Հիմա եթե փառք չտանք, իր ձեռքը մեր վրայից մեր մեղքի պատճառով։ Որ Տիրոջ անունը փառավորվի, համար պետք է գովենք ու փառք տանք իրան, որ մենք հավելանանք։ Տիրոջ ձեռքը մեր վրա լինի, Տիրոջ տապանի մեջ լինի, Տիրոջ ողորմության շնորհքի մեջ լինի։ Հիմա ես ուզում եմ մի տեղ կարդալ Գործ Առաքելոց 20-րդ գլխի հետաքրքիր է, Առաքյալը գնացել է Եփեսոս եկեղեցին հաստատել բազում չարչարանքներով, բազում միտեղ մի հատ խոսք ասում ես ավետարանով ձեզ ծնեցի, հետաքրքիր ոսկի խոսք է, չէ՞, ինչ հետաքրքիր խոսք է, ավետարանի խոսքով ծնվել էր եկեղեցին, չէ՞, ու բազում եկեղեցիների։ Հիմա հրաժեշտ ատալի եւ այդ խոսքերի մեջ, Եփեսոսի եկեղեցու հրաժեշտ ատալի եւ այդ խոսքերի մեջ շատ լավ խոսքեր եմ ուզում կարդալ, որի վրա պետք է խորհենք 20-րդ գլուխ 32 խոսքը, 31-ը եւ 32-ը, բայց հիմնականում 32-ի առաջին մասը երևելի։ Ուստի արդյոք կեցեք մտքերին բերեք, թե 3 տարի գիշերից 3 չդադարեցած ձեզ ամեն մեկ արդյունքով դրապելուց եւ հիմա եղբայրներ կհանձնեն ձեզ Աստծուն ու անոր շնորհներու խոսքին, որ կարող է շինելու եւ բոլոր սրբվածներու հետ ձեզի ժառանգություն տալու։ Այո, Փառք Հիսուսին, ամենակարող մեր Աստծուն, Տեր Հիսուս Քրիստոսին շնորհների համար, իր բազմամեծար շնորհի համար, իր ոնց ասեմ, անկարագերելի բառեր կան, որ չես բառ ասես, բառերով չես կարող ասես, ուղղակի մինչև բառեր գտնես, երևի ժամանակ կանցնի աղագին էլի, որ նկարագրես, երբ որ մենք ուզենանք նկարագրենք, չենք կարող, կցնդվենք, չենք կարող նկարագրենք, ախր մարդը շատ փոքր ենք մենք նկարագրելու իր մեծությունը, իր շնորհը, իր ողորմությունը, երբ որ ասում են Աստված քեզ ողորմություն անի, Աստված քեզ շնորհի, թեկուզ աշխարհիկների մեջ որ ասում եք Աստված քեզ ողորմություն անի, իրանք ուրիշ ձև է չէ հասկանում, նկատել եք ժողովուրդ ջան։ Իրանք միշտ sense բառ, sense լոզում է սարքել, որ թաղումի տեղերը գնում են, չէ, ասում են իրար ասում են ողորմի, կամ չգիտեմ, sense ծռած բառեր են ասում, կամ չգիտեմ, բայց իրանք չեն հասկանում ինչ են ասում, բայց փառք Տիրոջը, որ մենք եկել ենք, լուսավորվել ենք, հասկանում ենք դա ինչ նշանակում իրանից։ Հիմա եկեք նկարագրենք ողորմություն բառը ինչ նշանակում, չեն կարող նկարագրենք։ Աննկարագրելի խոսքեր է սրանք, Աստված շնորհ տա քեզի, ինչ նշանակում այդ խոսքերը։ Տեսեք ինչ մեծություն խոսքեր են այս խոսքերը, Աստծո խոսքերը մեծություն են։ Իսկ աշխարհիկ մարդիկ չեն հասկանում, ինչի համար չեն հասկանում, դե մի ժամանակ էլ մենք ենք, չէ՞, ասենք չենք հասկանում, չէ՞։ Հիմա Աստված իր մեծ ողորմությունն արել, նկարագրել չեն կարող, ինչ-որ մեր բառերով ասել չեն կարող, մենք ուղղակի ռուսերեն խոսք ասում, это только цветочки, չէ՞, լավ չէ՞ ինչու այդ խոսքը, այս ամեն ինչը շուքն է դեռ, հիմա երբ որ մենք հավատում ենք այս կյանքում, մինչև մեր կյանքի վերջը Տիրոջը անձնուրաց կերպով հավատում ենք եւ հավատքները սպահում ենք, երբ որ գնանք այն ժամանակ կտեսնանք իրականում ինչ է կատարվում երկնքում։ Այստեղ դեռ ծաղիկներ էստեղ մեր հետ կատարվում, բայց երբեմն փունջ ծաղիկներ են մեր հետ գալիս գնում, մեր հետ կատարվում կարծես թե երբեմն այնպիսի բաներ են լինում, բայց ինչ ուզում ես արա շուքն է դա, հավիտենական ողորմության, հավիտենական կյանքի շուքն է, այս կյանքի ամեն ինչը, ինչ որ մենք այսօր հավատքի կյանքում ապրում ենք եւ հաղորդակից ենք լինում Քրիստոսի հետ, հաղորդակից ենք լինում Քրիստոսի շնորհների հետ, Քրիստոսի Սուրբ Հոգու հետ, Սուրբ Հոգու միջոցով հաղորդակից ենք լինում Հիսուսի հետ, բայց դեռ սրանք ծաղիկներ են, հետաքրքիր է, չէ՞, ծաղիկներ են, это только цветочки, ինչի համար, որովհետև մենք երբ որ գնանք Հիսուսի մոտ, այն ժամանակ կտեսնենք, որն է իրական կյանքը հավիտենական։ Եվ ասեց Հիսուսը, եւ էլ ավելի,
կյանքը հավիտենական եւ առավելի, ով ինձ հավատա չէ, պիտի ապրի եւ առավելի պիտի ապրի, փառք մեր Տիրոջը իր անպատում մեծ ողորմությունների շնորհքի համար։ Դրան ուզում եմ բոլորս միակ մեր ուշադրությունը դարձնենք այս խոսքին, թե ինչ Սուրբ Հոգին մեզ սովորացնում, որպեսզի մենք բոլորս հանձնվենք Հիսուսին, հանձնվենք Աստծուն եւ նրա շնորհքների խոսքին, նրա շնորհած խոսքին։ Շնորհած խոսքին հանձնվելը ժողովուրդ ջան շատ կարևոր է այսօր մեր կյանքում, որովհետեւ առանց նրա խոսքի մենք չենք կարող հաղորդակից լինել։ Երբ որ առաջի անգամ լսել ենք, այդ ժամանակվանից երբ որ հավատացել ենք եւ Աստծո սերն, Աստծո խոսքը մեր մեջ աճել է, մենք սիրով ընդունել ենք, հավատքով ընդունել ենք խոսքը մեր մեջ աճել է, Աստծո շնորհքը դա իրանից է եւ մեր մեջ նա է, որ պտուղ է տվել։ Երբ այս խոսեց պտուղների մասին, երբ որ սերն ընկնում է հողի մեջ, աճում է եւ պտուղներ է տալիս, բայց հենց այդ սերնացանի առակի պահն է տալիս, չէ՞ որ Տեր Հիսուսն էլ բերեց, չէ՞ որ օրինակը հասկացնելու, սովորացնելու մեզ, որ մենք իմանանք, հասկանանք, թե ինչ է իրանից ներկայացնում պտուղ տալը, ինչ է իրանից ներկայացնում սերմը ընկնելը, աճելը, արմատ գցելը, սիրելիներ, շատ կարևոր է դա մեր կյանքում։ Մենք այսօր հավատքի մեջ ենք, բայց շատերս չենք հաստատվում, շատերս միգուցե երերանքի, երկմտանքի մեջ են, շատերս միգուցե Աստծո խոսքը հավատքով խառնված չենք ընդունել, շատերս միգուցե երկմտանքի մեջ են, շատերս խոսքին աշակերտություն չենք կարողանում անել եւ Աստված օգնական լինի, որպեսզի մենք սրտանց հոժարվելով Քրիստոսի խոսքը մեր մեջ ընդունենք հավիտենական կյանքի խոսք։ Միտեղ էլ Թեսաղոնիկեցից թղթում չէ, ասում է Փառք Տիրոջը, որ դուք մեզնից եկած խոսքը, մեր բերանից դուրս եկած խոսքը ընդունեցիք ոչ թե մարդկային խոսք, այլ ինչպես որ է, այսինքն ոնց որ կա Աստծո խոսքը մնում է Աստծո խոսք։ Դա Աստծո խոսքն է, մարդու խոսք չի։ Եվ ասում եմ փառք Աստծո, որ դուք ընդունեցիք, գոհություն Աստծո, որ դուք ընդունեցիք ոչ թե որպես ուղղակի մեզանից խոսք, այլ Աստծո խոսք, ինչպես որ կա։ Իրոք այսօր շատ կարևոր է ժողովուրդ ջան, որ մենք հանձնվենք Աստծո խոսքին, ոչ միայն ընդունենք, այլ հանձնվենք Աստծո խոսքին։ Մենք կարող է շատ ժամանակ ընդունենք, բայց մենք չհոժարվենք, չհանձնվենք Աստծո խոսքին, որտեղ մեր կյանքում շատ պատերազմների, երկմտանքների, մի խոսքով շատ բաների միջով ենք անցնում, եւ մենք երբեմն պարտվում ենք, եւ դա ինչից է գալիս է նրանից, որովհետեւ մենք չենք հանձնվում Աստծո խոսքին, այստեղ է գալիս ամբողջ խնդիրը մեր, որ եկել է մեր առաջի մեր Ադամից Եվայից, մենք ժառանգել ենք մի բան նրանց միջոցով Աստծո խոսքին չհանձնվելու սիրտ ենք ժառանգել։ Համաձայն եք ինձ հետ։ Աստծո խոսքին չհանձնվելու սիրտ։ Հիմա ես ձեզանից մեկն եմ, մի հատ հասկանանք, էլի, մեր բերենք մարդու սիրտը դիագնոստիկայի։ Ես ստուգեք, չէ, ոնց ասենք ավտոմեքենա բերում են դիագնոստիկայի, նա ասում է ստուգում են կոմպյուտերը ցույց է տալի, ինչ թերություններ ունի, ժողովուրդ ջան, մենք ունենք Աստծո խոսքին չհանձնվելու սիրտ, Աստծո խոսքին չհնազանդվելու սիրտ, մեղքի կյանքով ապրելու սիրտ, ու դες լիքը շատ բաներ։ Եթե բաներ կա, որ ես չեմ ասում, դե չեմ ուզում անդրադառնամ կարդամ, հատիկը դե ինչ է գրված ոնց է, չէ, բայց մենք ժառանգել ենք այդ բանը, այդ հիվանդությունը, շատ դաժան հիվանդություն է, չբուժվող հիվանդություն, համաձայն եք ինձ հետ, բայց փառք Հիսուսի արյունով բուժում այդ սիրտը, չէ, փառք մեր Տիրոջը, Հիսուսի արյունը բուժում այդ սիրտը, եւ ոմանք այստեղ բուժվել են, համաձայն եք ինձ հետ,
Հիմա ով է բուժվել, ես ունենք բուժվել եմ, ես ձեր եմ հարցասն։ Հիսուսի արյունը բուժել է իմ սիրտը։ Երբեմ ես դեղեր եմ ընդունում, ասենք մարդը դեղ է ընդունում, հասարակ բան, հիվանդություն ունես, ասենք թե, ու այդ հիվանդությունը պահանջում է, որ դու ամեն օր դեղ ընդունես։ Երբ որ դու դեղ ընդունում ես, դու բուժում ես չես տանում, բայց դու ունես այդ հիվանդությունը։ Այդ հիվանդությունը հայկա, այդ կոչվում է, ասենք, շատ դաժան հիվանդություն է, մեղքի անհավատության, կասկածամտության հիվանդություն։ Էդի մարդու մեջ կա ժողովուրդ ջան, չզարմանաք երբեք կա, բայց Հիսուսը դրա հարցը լուծել է։ Հավատում եք։ Ես հավատում եմ, դրա հարցը Հիսուսը լուծել է։ Հիմա ի՞նչն է մնում մեզնից այդ դաժան հիվանդությունից ազատագրվելու համար, որն է մնում մեր քայլը։ Հանձնվենք իր շնորհած խոսքի։ Եվ եթե մենք հանձնվում ենք, փորձեր ենք կատարում, հավատում ենք, սենց քայլեր ենք անում, սենց որ ռուսերեն ասում է եվի, չէ։ Երբեմն սենց բան, բայց Հիսուսն ասում է, քաջացի ես հաղթել եմ աշխարհին։ Հավատում եք այդ խոսքին։ Սիրելիներ, սրանք բժշկություններ են, սրանք դեղեր են, որ մեզ պետք է այս սրտին, այս հիվանդակի սրտին, որը որ Աստուն ամենազանց սիրտ է, մենք ժառանգել ենք Ադամից Եվայից, մեղքի ցանկություն, աչքերի ցանկություն, կյանքի անբարտարանություն եւ ինքնահաճում, մի խոսքով ինչ կա դրա մեջ, ինչ վատ բան կա, ինչքան վատ բաներ կարանք մտածել, մեր սիրտն է, մեր մարդու սիրտը չար եւ խաբեբար է։ Հիմա Տեր, ողորմիր իմ սիրտը դու փոխել ես։ Իսկ Աստված ասում է, ես արդեն փոխել եմ այդ սիրտը։ Որտեղ է փոխել սիրտը։ Գողգոթայի խաչի վրա։ Հիմա մարդն ընկնում է մտքերի մեջ, երկմտությունը տանջում է, քայքայվում եմ սենց, ինքս ինձ տանջվում եմ, Սուրբ Ոգին ասում է, ինչի համար ես տանջվում, ես ամենը կատարել եմ, այդ ամենը Գողգոթայի խաչի վրա արել եմ այդ գործը։ Դե, ինչի մարին մեջ չի կատարվում, որովհետև դու կասկածում ես իմ արածի վրա։ Այս ամոջ գաղտնիք։ Սիրելիներ, չկասկածենք Աստծո խոսքին, չկասկածենք երբեք, եթե մենք Աստծո խոսքին կասկածում ենք բնական է, նրա գործի վրա ենք կասկածում, շատ վիրավորական է, չկասկածենք, մանավանդ որ Տերը արյունով այդ հարցը լուծել, եւ արյունը նրա ապացույցն է։ Դեցա թե չէ։ Քրիստոսի արյունը, նրա վերքերը ապացույց է, որ նա հին մարդի, չար ու խաբեբար սրտի, այսինքն չար ու խաբեբար սրտի հարցերը լուծել է Գողգոթայի խաչի վրա։ Եվ արյունը նրա ապացույցն է։ Քրիստոսի արյունը դրա ապացույցն է։ Եվ ունեն այդ ապացույցը իմ սրտի մեջ, թե չէ։ Ունեն։ Ես ընդունում եմ այդ ապացույցը։ Եվ ինչքան էլ հակառակորդը ջանքեր է գործադրում, մեզի գցում է մտքերաբերում եսին ինչ, պրոբլեմները, հոգսերը, պրոբլեմից հետո ուրիշ պրոբլեմներ, բազում պրոբլեմներ, ինչքան ուզում է ինձի հավատքից գցի, միևնույն է ժողովուրդ ջան, Հիսուսը հաղթել է։ Ամեն։ Հիսուսը արյուն է հեղել իմ համար։ Ես ասեմ իմ համար, դուք ասեք ձեր։ Հիսուսը արյունը թափել է ինձ համար։ Ես ունեմ այդ հաղթությունը եւ փառք նրան ամենակարող, որ այդ հարցը լուծել է։ Ինքը արյունով այդ հարցը լուծել։ Իր անձովը մի մեղքը սրբեց եւ նստավ հոր աջ կողմը եւ հավիտյան բարեխոսա իմ անձի համար։ Սա չմոռանանք։ Ես իմ անձիս եմ ասում, ես երբեք չեմ մոռանում, Օ Տեր իմ, ես ինչքան եմ վատն եմ, իմ սիրտը չար ու խաբեբար է, ես մեղքի գործարան եմ։ Այ մարդիկ նենց էլ սիրում, մեղքեր են գործում, սենց մեկը մեղքից մեղքեր են արտադրում, գեղեցիկ սենց իրար կողշարում ենք։ Այդ սեր գեղեցիկ սենց մարդիկ տերում զարանում են,
Ես ժամանակ աղել, ժողովուրդ ջան, ես պայքարի մեջ եմ եղել, մեղքերի մեջ եմ եղել։ Ես զարմացել եմ ինքս իմ անձի վրա, որ ես այդպիսի հրեշավոր մարդ եմ, որ կարողանում եմ այդպես մեղքեր գործել։ Ինչ ամոթ է, չէ՞ ժողովուրդ ջան։ Աստված ողորմություն անի։ Պողոսը ինչ ասեց։ Ով պիտի ազատե ինձ այս մեղքերի մարմնից։ Հիսուսն է ազատում։ Եվ նա ազատել է։ Բայց ուրա Տեր, ուրա գործերը։ Էհա որ ես չեմ հավատում։ Հավատքը իրականություն է դարձնում 2000 տարի առաջվա եղածը։ Համաձայն եք ինձ հետ թե չէ։ Պատվեր է տալի, ասում է խոնարհվի եւ լսի եւ իմ խոսքին հանձնվի։ Այսինքն ինձ ասում է որ ես կամաց գնամ եւ խոնարհվեմ եւ դիվ ողջեմ նրան։ Զրոյանամ, Աստծո խոսքի առ զրոյանամ, որպեսզի իր խոսքը գործի իմ մեջ։ Եվ իր խոսքը գործ կատարի իմ մեջ։ Ինչ գործ կատարի։ Գողգոթայի գործը։ Այսինքն խաչվեմ նրա հետ մեղքի բնությունով եւ նոր սիրտ ստացած ապրեմ հավիտենական կյանքի հույսով։ Որ իր անունը փառավորվի ժողովուրդ ջան։ Իր անունը հավիտենական փառավորվի մեծարվի ամեն։ Աղոթք անենք